Ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր որ ուժի հաղթանակից է ամենաշատը վախենում։ Իմ կարծիքով երևի Ռոբերտ Քոչարյանը։ Ինչու եք այդպես կարծում։ Որովհետև ես Ռոբերտ Քոչարյանի հարվածները տեսել եմ իմ ապրած կյանքում եւ հավատում եմ իր հաղթանակին։ Ոչ մեկ։ Ինչու եք այդպես կարծում։ Դենց եմ։ Չեմ կարող ասեմ։ Երևի չի վախենում, որ վախենար կփագեր, բայց սխալը հենց այդտեղ է որ չփագեց։ Պետքա փագեր սաղին։ Ինչու։ Որովհետև թշնամի են ու պնդաճակատ։ Մեկից է վախենում այնքը, թե ինքը լավ մարդ չի։ Ինչու չեք այդպես կարծում։ Թե ինքը զինվորների գրող կրան, կա, չգիտեմ։ Ես իրան չեմ մտերելու։ Ինքը լավը չի։ Բայց ասում են խաղաղություն էր իրենք։ Լավ էլի դուք հավատում եք։ Չեմ հավատում կյանքում։ Ես իրան հավատում եմ, բայց հիմա չեմ հավատում։ Չէ։ Ոչ մեկից։ Ինչու եք այդպես կարծում։ Դե դենց եմ կարծում, ինքը համարում է, որ ինքը բոլորից էլ ուժեղ է եւ ոչ մեկը չի կարող իրան մրցակցել։ Դուք այդպես եք կարծում։ Համամիտ եք իր հետ, կիսում եք այդպես եք եք։ Հա, ցավոք այո։ Իսկ ինչու է ճնշումները, ձերբակալությունները այդ դեպքում, եթե ոչ ոք չի վախենում։ Դե գիտեք ինչ, ինքը դա անում է սուտ նրա համար, որպեսզի ցույց տա, որ նայեք ինչ մարդիկ են պայքարում իմ հետ։ Միայն դրա համար։ Այսինքն դիվիդենտները հավաքում էլ է, այսպես ասած բնակչության մոտ։ Ձեր կարծիքով Փաշինյանը ընդդիմադիր որ ուժի հաղթանակից է ամենաշատը վախենում։ Սամվել Կարապետյանը։ Ինչու եք այդպես կարծում։ Սամվել Նուժերը։ Ես նման հարցեր չեմ քննարկում։ Իմ կարծիքով ոչ մեկից չի վախենում։ Ինչու եք այդպես կարծում։ Դե այդպես եմ մտածում։ Ինչու է այդ դեպքում այդ ճնշումներ, ձերբակալություններ, քարոզարշավի ընթացքում անընդհատ հերակա Դե կռվում։ պայքարը էլի անում են էլի շատ։ Վախենում, ինքը ոչ մեկից չի վախենում։ Ինչու եք այդպես կարծում։ Վստահ եմ։ Ես ճիշտն ասած այդ հարցին չեմ կարող ստուգ պատասխանել, բայց ընդդիմադիր ուժերը կարող են միավորվել եւ դա ահագին լուրջ հակազդեցություն կարող է ունենալ իմ կարծիքով էլի, բայց որ ուժերը չեմ կարող ասել։ Չէ, նա ոչ մեկի չի վախենում։ Այ չէ, որտեղ այդ շքերտը, որ ինքը կազմակերպեց, դա միայն ինքը կարող էր այդ հզորությամբ այդպիսի հասկացեք, երբեք Հայաստան աշխարհը դες հին ազանություն են, երբեք այդպիսի շքերտ, ռազմական շքերտ, ոչ մի անգամ այդպիսի տեխնիկան, որը տեսանք, ես հպարտեմ, որ այդ տեխնիկայի եւ այդ զինվորներով, այդ հպարտությամբ մենք ամուսին կհաղթենք, ազնվությամբ կհաղթենք։ Եթե չի վախենում, ինչու է ճնշումներ, ձերբակալություններ։ Դե պետք է այդպես լինի, դա քաղաքականություն է, հասկացաք մի երբեք միապաղաղ չի լինում քաղաքականությունը, միշտ պետք է այդպես լինի, որովհետև ուժեր կան, որը միշտ խանգարելու են եւ դեռևս կխանգարեն ավելի շատ, հասկացաք։ Պետք է մի քիչ ուժեղ, պետք է ուժեղ լինի ղեկավարը։ Չի, եթե նա թուրացավ, մենք ված վիճակի մեջ ենք լինելու։